Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը տարեսկզբին իր դռներն է բացել տարբեր երկրների ու տարբեր մարզաձևերի հավաքականների առջև։ 2026 թվականի առաջին մարզական հավաքները Հայաստանում են անցկացնում Լողի, Ռուսաստանի, Մոլդովայի, Բելառուսի, Հունաստանի հավաքականները, ինչպես նաև ըմբշամարտի, Հայաստանի, Ավստրիայի ու Չեխիայի հավաքականները, նախապատրաստվելով մարզական տարվան։ Մի քանի ամիս առաջ միջազգային լիցենզիա ստացած Լողավազանը տարածաշրջանում դարձել է միջազգային մարզաձևերի կենտրոն, մեկ հարկի տակ հյուրընկալելով տարբեր երկրների մարզիկներին։ Մենք առաջին անգամն ենք այստեղ, եկել ենք բարձրության վրա մարզվելու։ Պայմանների վերաբերյալ կարող եմ ասել, որ ամեն ինչից գոհ ենք։ Կացարանը, սնունդը, մարզման պայմանները, ամեն ինչ հիանալի է։ Վայրը գեղեցիկ է, օդը թարմ։ Հյուրընկալությունը հիանալի է, մենք ոգևորված ենք եւ անհամբեր սպասում ենք այստեղ կրկին գալուն։ Մենք ունենք մարզիկների եւս մեկ խումբ, որը կարծում եմ փետրվարին կգա։ Տարվա մարզական մեծ հավաքները Ծաղկաձորի սպորտային համալիրում դրական տպավորություններով են սկսել ինչպես նոր, այնպես էլ հին գործընկեր երկրների հավաքականները։ Ցավոք աշխարհում ստեղծված իրավիճակի պատճառով երկար ժամանակ մարզական հավաք չէինք ունեցել Հայաստանում, բայց հիմա մենք այստեղ ենք մեր սիրելի Հայաստանում եւ շատ ուրախ ենք։ Սպորտ համալիրի պայմանները մեր նախորդ այցերի համեմատ բարելավվել են, թե Լողավազանի, թե սննդի առումով, դա անկասկած նկատելի է։ Բարձրադիր տեղանք, եվրոպական չափանիշներին համապատասխան մարզական պայմաններ եւ կեցության վայր։ Մարզահամալիրն առաջարկում է այն ամենը, ինչ հարկավոր է առաջնություններին պատրաստվող մարզիկներին։ Конечно, каждый тренер, каждый спортсмен Յուրաքանչյուր մարզիչ եւ մարզիկ ձգտում է գտնել օպտիմալ պայմաններ իր մարզական որակը բարելավելու համար, եւ դրա կարևոր գործոններից մեկը շրջակա միջավայրն է, լեռներում մարզվելը։ Այստեղ իրականացված մարզումները լավ արդյունքների են հանգեցնում։ Արդեն մի քանի տարի է, ինչ մեր մարզումներն ավանդաբար այստեղ ենք անցկացնում։ Բոլորովին վերջերս Ծաղկաձորի սպորտային համալիրում էր նաև Լողի Գերմանիայի հավաքականը։ Սպորտ համալիրի տնօրենը նշում է, այս պահին տարբեր սպորտաձևեր ներկայացնող շուրջ 200 մարզիկ մասնակցում են մարզական հավաքների, իսկ իրենք համալիրը տարեցտարի կատարելագործում են, դարձնում ավելի հարմարավետ։ Այս տարի մենք խաղային մարզաձևերի մասով, մասնավորապես խաղային դահլիճների վերազինման մասով ունենք մեծ պլաններ եւ ընդհանուր առմամբ ուսումնամարզական հավաքների ֆիզիկական պատրաստվածության մասով պետք է նաև ձեռք բերենք կոնկրետ մասնագիտացված մարզասարքեր։ Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում այս պահին նաև համատեղ մարզումներ են իրականացնում ըմբշամարտի Հայաստանի ազգային եւ երիտասարդական հավաքականներն ու ըմբշամարտի Ավստրիայի եւ Չեխիայի հավաքականները։ Մարզումները շատ դժվար են, բայց մենք վայելում ենք այստեղ լինելը։ Ծաղկաձորյան ուսումնամարզական հավաքները հիմնականում կրում են մեր մոտ ֆիզիկական ֆունկցիոնալի աշխատանք, որը որ հերիքում է, կարելի ասել, ամբողջ տարվա մարզաբազային ֆունկցիոնալ դիմանալու համար եւ դա արդեն փորձված է, մենք այդ փորձը չենք ուզում փոխել, ուրիշ ոչ մի բան։ Տարին երկու անգամ հավաք ենք անցկացնում Ծաղկաձորում, նման սպորտ բազաներ շատ քիչ են աշխարհում, հիմնականում այստեղ մեր ֆիզիկական պատրաստականության վրա ենք աշխատում, ամեն պայման կա, ամեն հարմարավետություն կա, թե մարզա համալիրները, թե մնալու, թե սնունդը, ամեն ինչ Ծաղկաձորի սպորտ բազայում շատ լավ է։ Մարզիկները նշում են, այստեղ մեկ անգամ մարզում անցկացնելը հավասար է այլ վայրերում անցկացրած մի քանի մարզումներին։ Ամենադժվարն այստեղ է, բայց եթե հաղթահարում են, մարզական տարին լավ է ընթանում։ Այս տարի ամենակարևոր մրցաշարերը Եվրոպայի առաջնությունն է եւ աշխարհի առաջնությունը, գլխավոր նպատակը Եվրոպայի աշխարհի չեմպիոն լինելն է։ Օր ու գիշեր պետք է աշխատենք, ջանք ու եռանք թափենք, որ կարողանանք Եվրոպայի աշխարհի չեմպիոն դառնալ այս տարի։ Ծաղկաձորի սպորտ համալիրի հետագա աշխատանքները միտված են շարունակաբար բարելավելու մարզական եւ հյուրընկալ պայմանները, որպեսզի հավաքականները առավել արդյունավետ մարզվեն եւ հասնեն լավագույն արդյունքների, իսկ համալիրը պահպանի իր դիրքը որպես տարածաշրջանի մարզական կենտրոն։